Ժորժան, բարև ձեզ։ Սա ուղիղ երկխոսություն է ձեզ հետ, ես Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանն եմ, եւ շատ եմ նկատում, որ վերջերս կան մարդիկ, որոնք գրում են մեկնաբանություններում, որ մեր պայքարը անիմաստ է, մեր մասնակցությունը անիմաստ է, մեր ընտրություններին մասնակցելը անիմաստ է, առհասարակ մեր որևէ բան անելը անիմաստ է, որտեղ ամեն ինչ արդեն որոշված է մեր փոխարեն, որտեղ մեզ ոչ ոք չի լսում, մեզ ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Ժորժան, խնդրում եմ, տենց մի մտածեք, որովհետև եթե ձեռքերը ծալենք ու նստենք, միանշանակ որևէ բան դուրս չի գա, անարդարությունը միայն կխորանա։ Երբ իրանք տալիս են միլիոնավոր դրամների պարգևավճարներ, բայց նույն ժամանակ չի բարձրանում թոշակը, չի բարձրանում նվազագույն աշխատավարձը, չեն բարձրանում թոշակները, հակառակը դեպի վատն է գնում, լինում է գնաճ, մարդիկ անգամ չեն կարողանում գոյատևել եւ նման լիքը հարցեր, երբ վարկային տարբեր կազմակերպություններ թալանում են մարդկանց, երբ տեղի ունենում այն, ինչ պետքա տեղի չունենար, այսինքն ամեն ինչով սոցիալական անարդարություն է տեղի ունենում երկրում, դա նշանակում է, որ մենք ուղղակի սկզբունքային չենք պայքարում, պահանջատեր չենք, այդ տենց ենք հենց մտածում, որ որևէ բան չի փոխվելու, ամեն ինչ անիմաստ է, մեզ ոչ ոք չի լսելու, եկեք ոչինչ չանենք։ Ժորժան, խնդրում եմ, տենց եկեք չմտածենք։ Կլինի լավ այն ժամանակ, երբ որ մենք կլինենք պահանջատեր, մենք կլինենք շատ։ Երբ ես ասում եմ մենք շատ ենք ու մենք ճիշտ ենք, ես նկատի ունեմ, որ մենք պետք է լինենք այնքան շատ, որ մեր հետ որևէ իշխանություն անգամ չկարողանա մեզ չլսել եւ մեր հետ չկարողանա հաշվի չնստել։ Ժորժան, մեզ պետք է մեկ կարևոր բան, միակ բանը, որ մեզ ուղղակի կտանի դեպի արդարություն, դեպի հաղթանակ, դա մեր հավատն է, որ հենց մեր ձայնն է պակասում, հենց մեր մասնակցությունն է պակասում յուրաքանչյուրիս հաջողություն գրանցելու համար։ Մեր ձայնն ու մասնակցությունն է պակասում, որ մենք իսկապես ունենանք արդար հասարակություն, արդար պետություն։ Եվ սա փաստ է։ Եթե ամեն մեկը մտածի, որ հենց ինքը պետք է այդ ներդրումը ունենա, ուրեմն մենք միանշանակ կլինենք շատ։ Մենք պետք է լինենք շատ հստակ մեր պայքարի մեջ, մեր տեսակի մեջ, մեր պահանջատիրության մեջ։ Մենք պետք է լինենք պահանջատեր, ոչ թե բողոքենք, այլ պահանջատեր լինենք։ Բողոքել նշանակում է ուղղակի բողոքել ու անցնել առաջ։ Հա, տվեցին բարձր պարգևավճարներ պաշտոնյաները իրանց, մենք բողոքեցինք եւ ավարտվեց այդ ամենը։ Ոչ, մենք պետք է լինենք պահանջատեր։ Օրինակ, որ պետք է հասնենք այդ պարգևավճարների չեղարկմանը, օրինակ եմ ասում, կամ որևէ այլ կարևոր նպատակների իրականացման հետևից գնանք։ Բայց մենք պետք է լինենք միայն պահանջատեր, որ մենք հասնենք մեր նպատակին։ Ժորժան, ես չեմ ուզում, որ ժողովրդին թալանեն վարկային տոկոսադրույքներով, 400-500% վարկային կազմակերպություններ կան, որ թալանում են մարդկանց։ Ես չեմ ուզում, որ օնլայն կազինոները թալանեն մարդկանց։ Այո, սկզբից հրապուրեն, հա, եւ հետո այդ բանով թալանեն։ Ես չեմ ուզում, Ժորժան։ Ես չեմ ուզում, որ նպաստներից անիմաստ մարդկանց կտրեն։ Ես չեմ ուզում, որ մարդկանց չտան բարձր թոշակ, այսինքն գոնե թոշակ, որ մարդ կարողանա գոյատևել, դա են մարդիկ ուզում։ Կամ գոնե սկզբի փուլի համար հետ վճարը սարքեն թոշակ, մարդիկ դա են ուզում։ Այսինքն մենք պետք է պայքարենք մեր իրավունքների համար, արդարության համար։ Մենք պետք է գնանք հետևյալ ճանապարհով, պայքարի ճանապարհով։ Եվ ես պատրաստ եմ, Ժորժան, յուրաքանչյուրի հետ հանդիպել, գալ մարզերով, տարբեր Երևանի վարչական շրջաններում ունենալ հանդիպումներ ձեզ հետ, պայքարել։ Ես պատրաստ եմ, Ժորժան, ես խնդրում եմ, որ դուք չհուսահատվեք, ես խնդրում եմ, որ դուք հավատաք, ես խնդրում եմ, որ մենք հավատանք մեր պայքարին, մենք շատ ենք ու մենք ճիշտ ենք, դա է միակ բանալին հաջողության, ուրիշ տարբերակ չկա, մենք պետք է պայքարենք, խնդրում եմ հավատացեք, մի հուսահատվեք, որ շարժվենք առաջ։ Ժորժան, խնդրում եմ մաքսիմալ կերպով տարածել այս տեսանյութը, գրել մեկնաբանություններում, բաժանորդագրվել իմեջին, շուտով կհայտնեմ, թե որ մարզերն եմ գալու, որտեղ եմ հանդիպելու, ձեզ հետ խնդրելու եմ հանդիպում եւ ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Մենք շատ ենք ու մենք ճիշտ ենք։